Ավետ Կոնջորյանի հետ կապված ասել էիք, որ ուսումնասիրելու եք ձեռնաշղթաների եւ կալանավար տանելու այդ ընդհանուր տեսանյութը, արդյոք ուսումնասիրել եք, ինչ եք արձանագրել այդ համապատասխանությունից բացի, որը տարածել եք։ Այս պահին հրապարակային նոր բան ասել չեմ կարող, ինչու, որովհետև մենք տեղեկատվությունը փոխանցել ենք հենց ուսումնասիրության, հենց տեսանյութի ուսումնասիրության արդյունքում, որտեղ հատուկ արձանագրել ենք, որ առաջին հայացքից կարող են լինել խնդիրներ եւ դա է պատճառը, որ մենք իրավասու մարմիններից պարզաբանումներ ենք պահանջել, թե որոնք են եղել հիմքերը տվյալ ձևաչափով գործողություններն իրականացնելու, պատասխանը հենց ստանանք, նոր հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու։ Մարմիններից եք դիմել։ Այս պահին կներեք հստակ չնշեմ, որպեսզի հանկարծ չսխալվեմ, մենք պատասխանը ստանանք, ձեզ կասենք ժամկետների մեջ է միանշանակ։ Անասյան, Ավետ Կոնջորյանի ներողություն դրվագով միջադեպի մասնակցության իրենց էծի ենթարկելու եւ նաեւ արդեն այն հանգամանքը, որ պարբերաբար կնոջ եւ անչափահաս աղջկա ներկայությամբ հայհոյանքները հնչեցրել, հետապնդել է այս դրվագով ուսումնասիրություն իրականացել է կամ ընտանիքի անդամների հետ Նաիրի Հակոբյանի մասնավորապես Իսկ այստեղ կներեք մեր լիազորությունը, որ համատեքստում է։ Մարդկանց հոգեբանական ճնշման են ենթարկել պարբերաբար։ Նորից իրազեկեմ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մասին։ Մեր լիազորությունները տարածվում են այն դեպքերի վրա, երբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կա իրավունքների ենթադրյալ խախտման վտանգ, ինչպես նաև ովքեր են ավականու անդամները։ Այո, այսինքն Ավետ Կոնջորյանը բայց նորից եմ կրկնում, այստեղ ուզում եմ հասկանալ, ինչ իրավասություն ունենք մենք պետական մարմինների կողմից իրավունքների խախտման, ենթադրյալ խախտման ինչ հարցի վերաբերյալ է խոսքը։ Միայն մարդու աշխատանքի վայրը։ Չէ, նկատի ունեմ մարդու իրավունքներ են խախտվել Տիկին Մանասյանակ, անչափահաս աղջկա ներկայությամբ պարբերաբար սեռական հայհոյանքներ են հնչեցվել, հետապնդվել են անհատական գործով զբաղվելու իրավասություն չունենք, որովհետև սա չի ընդգրկվում մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների համատեքստում, բայց համակարգային առումով կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ թե բռնության որևէ տեսակ, թե նաև խոսքի այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով խոսքի ազատության իրավունքի շրջանակներում չեն ընդգրկվում, պետք է բացառված լինեն պարզապես։ Ես ներողություն եմ խնդրում, քանի որ դուք 7-ի Գ-ի մասին խոսեցիք, հուլիս ամսին զինվորին հենց նույն այդ սահմանափակումով այնքան էին ծեծի ենթարկել, ինչի արդյունքում զինվորը ինքնասպանության դիմեց եւ այդ դեպքի արդյունքում իրավապահ մարմինները 2 զինվորի կալանավորեցին։ Այսինքն այս դեպքը տևական ժամանակ բանակում այսպիսի սահմանափակումներով երեխաները հայտնվում են կոնկրետ անձանց թիրախում եւ արդյունքում տեղի ունենում միջադեպեր, ինչի հետևանքով արդեն զինվորներին գտնում եք ինքնասպան եղած վիճակում։ Ինձ հետաքրքիր է, դուք պաշտպանության նախարարի հետ հատուկ խոսել եք 7-ի Գ սահմանափակումներով երեխաների խնդիրների մասին, որոնք հայտնվելով բանակում ինքնասպան են լինում կամ այս երեխայի նման այդպիսի հոգեբանական վիճակում են հայտնվում եւ Ես ինքս ոչ թե մեկ անգամ որևէ պաշտոնատար անձի հետ եմ խոսել, այս խնդիրը պարբերաբար հրապարակային մենք էլ ենք համակարգային խնդիր էի նկատի ունեմ, որովհետև այստեղ ոչ թե խնդիրը միայն զուտ սահմանափակումով պիտանի ճանաչված լինելն է, այլ բազմաթիվ համակարգային հարցեր կան, ես ոչ միայն հրապարակային եմ սրա վերաբերյալ պարբերաբար խոսում, այլ նաև եթե դիտարկեք մեր բոլոր զեկույցները, այդ թվում տարբեր լեզուներով, դրանք այս խնդիրները ինչպես պարունակում են, այնպես էլ դրանց համար համապատասխան որոշակի, լուծումների առաջարկներ են պարունակում, այդ առումով այսպես ասեմ, ես չեմ համարում, որ մենք ունենք վերջնական արդյունք, որովհետև միանշանակ է, որ եթե առնվազն մեկ դեպք էլ նույնիսկ կա, պարտադիր չի, որ դա վերաբերի բացառապես զինված ուժերին, դեպքերը կարող են ցանկացած վայրում էլ եթե լինեն, եթե նույնիսկ մեկ դեպք կա մարդու իրավունքների պաշտպանի հաստատության տեսանկյունից, միևնույն է, խնդիրները նշանակում է շարունակական են, իհարկե մենք քայլեր տեսնում ենք, որովհետև տեսնում ենք, որոշակի գործողությունների իրականացնում, միանշանակ փոփոխություններ ենք տեսնում, բայց եթե խնդիրը լուծված չէ, նշանակում է քայլերը դեռևս այն համակարգայնությունը չունեն, որ պետք է ունենան։